Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք վերլուծաբան Կարեն Վրդանեսյանին։ Բարև ձեզ, պարոն Վրդանեսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Վրդանեսյան, օրերս լրացավ Նիկոլ Փաշինյանի Ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված երեխայի մահվան 3-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ առ այսօր ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Ձեր դիտարկմամբ ինչի մասին է այս իրողությունը վկայում եւ ինչու է այս գործը շարունակաբար ձգձգվում։ Պաշտպանն էլ խոսեց այս մասին օրեր առաջ։ Այստեղ ինձ թվում է մի քանի շերտ կա, ընդ որում երևի առաջի հարցը այն է, որ թեպետ իշխանությունները մեղադրում են այն մարդկանց, ովքեր այդ թեմայով խոսում են, թե իբր փորձում են քաղաքականացնել, բայց առաջինը հենց իշխանությունն է քաղաքականացրել այս միջադեպը։ Քաղաքականացրել է նախ փորձելով կոծկել այդ դեպքը, հա, ու այդ կոծկելու, թեման լղոզելու, զոհին մեղադրելու այդ ամբողջ արշավին, ընդ որում շատ սենց փայլուն անցկացրած արշավին, լծելով ամբողջ պետական քարոզչամեքենան, իշխանական քարոզչամեքենան, այն իշխանամերձ բոլոր, չգիտեմ, ինֆլուենսերներին, լրատվամիջոցները, ֆեյքերին բնականաբար, այսինքն հենց իրենք սկսեցին դա քաղաքականացնել, ներգրավելով էլ պաշտոնյաներ, պետական, էլ իրենց պատգամավորներին եւ այլն եւ այլն։ Այսինքն իրենք են քաղաքականացրել։ Նպատակը հետեւյալն է, առաջին հերթին ցույց տալ, որ կոպիտ ասած, եթե դու շեֆի շահերն ես սպասարկում, ուրեմն դու անպատժելի ես։ Ու իրականում այս գործով իմ կարծիքով պետք է լիներ ոչ թե մեկ, այլ մի քանի մեղադրյալ, առնվազն Շարասյան պատասխանատուները, հա, այնտեղ պետք է եւ այլն, հա, այդ Թիկնազորի պետ, իրենք պետք է այս գործով ներգրաված լինեին, բայց կոնկրետ իրենց նկատմամբ անդադ մերժվում է։ Միայն վարորդի մասով է։ Միայն վարորդի մասով է, նույնիսկ այդ կարգավորող ոստիկանի մասով ոչ մի բան չկա, ընդ որում սկզբում իրանք փորձում էին մեղքը գցել Սոնայի վրա։ Պնդում էին, թե կարմիր լույսի տակով է անցել։ Նաև գործեր հարուցվել նաև Սոնա Մնացականյանի դեմ իր մահվանից հետո։ Բայց այդ գործը կարճվեց, որտեղ որևէ ապացույց չկա, որ այդ աղջիկը ինչ-որ սխալ բան է արել, չի ենթարկվել եւ այլն, այդ թեման փակվել է։ Հիմա վարորդն է դատվում, վարորդին էլ փորձում են պաշտպանել հետևյալ կերպով, ձգձգել դատական այս գործը այնքան, մինչև վաղեմության ժամկետը անցնի, քանի որ այդ հին քրեական օրենսգրքով են դատվում, եւ արդեն 3 տարին գլորել են, 5-ից 3-ը գլորել են, մնում է 2 տարի։ Ընդ որում 24 թվականին օրինակ նշանակվել է 5 դատական նիստ, 2-ը տապալվել են այդ պաշտպանների, մեղադրյալի պաշտպանների գործողություններով, իսկ ընդհանրապես 3 նիստ է անցկացվել։ Այս տարի էլ դեռևս 1 նիստ է անցկացվել այդ գործով։ Հիշեցնեմ, որ երբ որ իշխանությանը պետք է լինում, իշխանություններին կարողանում են ամեն օր էլ նիստեր գումարել, հա, կամ այո, կամ ասենք, չգիտեմ, գոնե ամիսը 1։ Այսինքն մենք ունենք մի հատ դեպք, երբ որ իշխանական ամբողջ ապարատը աշխատում է այդ գործը ջրելու, լղոզելու, կոծկելու, թեկուզ այդ մեկ սիմվոլիկ մեղադրյալին նույնիսկ իրան անպատիժ թողելու կամ գուցե ինչ-որ մի հատ սիմվոլիկ պատիժ լինի, որ Այսինքն նպատակը մինչև 27 թիվը հասցնելը, որ մեղավորը որևէ պատասխանատվության չի ենթարկվի։ Հասցնելը, հա, հետո բան անել։ Ընդ որում ստեղ ինչի է այդպես, հա, եթե իրան կալանավոր էին, իսկ սովորաբար նման դեպքերում, երբ կա մահացու ելքով վրաերթ, երբ վարորդը հեռացել է առանց կանգնելու դեպքի վայրից, ինչը օրենքի ուղիղ խախտում է, ծանրացնում է հանցանքը։ Ծանրացնում է, իրականում հղիությունն էլ է ծանրացնում, այնտեղ ծանրացնող հանգամանք է, բայց չգիտեմ, դա ինչ-որ գուցե իրավաբանները ասեն, ինչի դա հաշվի չի առնում, զոհի հղի լինելը։ Ցանկացած դեպքում ինքը պետքա կալանավորվեր, բայց քանի որ ինքը ազատության մեջ է, իրանց համար նախընտրելի, այսպես ասած, ռազմավարությունը ձգձգելն է։
Շատերը այս գործի ամբողջական բացահայտումը հնարավոր են համարում բացառապես իշխանափոխությունից հետո։ Դուք ինչ եք կարծում, իշխանափոխությունից հետո կհաջողվի գործն ամբողջովին բացահայտել, քանի որ ու պատժել բոլոր մեղավորներին, քանի որ մի շարք ապացույցներ գիտենք արդեն ոչնչացվել են, ռադիոկապի ձայնագրությունն է, ինչ որ հրաշքով անհետացել ու այսպես շարունակ։ Հա, ընդ որում այդ անհետացելա թե չի անհետացել, դա էլ պարզ չի, դա ընդհանրապես ասված է, ոչ մեկ չի ստուգել դա հետո ու ոչ մեկ չի պատժվել այդ կապի օրինակ այդ ձայնագրությունների անհետանալու համար։ Չեմ կարող ասել, իհարկե հա, եթե իշխանական ճնշում չլինի, բացահայտվելու հավանականությունը շատ ավելի մեծ է, բայց նաև այս պայմաններում, եթե այս գործի մասին չմոռացվի, եթե հանրությունը հիշի եւ հիշեցնի, ելի ցանկացած դեպքում ինձ թվում է այդքան էլ հեշտ չի լինի սա կոծկել, լրիվ լղոզել, փակել եւ դա իրենց դեմ է աշխատելու արդեն, հա, նույն Նիկոլ Փաշինյանի դեմ է դա աշխատելու։ Դրա համար շատ կարևոր եմ համարում, որ այս թեման չթողենք մոռացության մատնվի, ընդ որում ասեմ, մինչ երևի օրինակ արդեն 23 թվականին համարյա այս թեմայից ոչ մեկ չէր խոսում, մարդիկ մոռացել էին, իդեպ Օրագիր Նյուզն է վերջերս հարցումներ էր արել, հա, շատ քիչ դեպքը հիշում էին մոտավորապես կեսը, բայց անունը գրեթե ոչ ոք չէր հիշում, ընդ որում ով էլ հիշում էր, էլի հիշում էին այդ կեղծ ինչ որ թեզերի ազդեցության տակ ինչ որ բաներ էին կրկնում, որ այդպես չի եղել, հա։ Այսինքն այս գործի մասին շատ կարևոր է անընդհատ խոսել, չթողել, որ մոռացության մատնվի, դա այն է, ինչ ուզում է իշխանությունը, որ մոռացվի գնա։ Ինչպես իդեպ բազմաթիվ նման գործեր են մոռացվել ու ստեղ մի կարևոր պահել կա, որ ասում են դժբախտ պատահար։ Սա դժբախտ պատահար չէր։ Դժբախտ պատահար լինում է, եթե դա իսկապես պատահականություն է։ Բայց եթե մենք ունենք շարասյուն, ավելի ճիշտ արդեն շարասյուններ, եթե մենք ունենք կառավարական մեքենաներ, պաշտոնյաներ, որոնք ընդհանրապես թքած ունեն երթևեկության կանոնների վրա, ընդհանրապես չեն մտածում, հա, այլոց անվտանգության մասին, այն, չգիտեմ, 15-16 տարեկան երեխեքի պես ոգևորված ինչ որ առաջի անգամ մեքենան իրանց այդպես են պահում, հա, ինքնահաստատվում են մարդկանց կյանքի առողջության ու նաև ունեցվածքի հաշվին ու բազմաթիվ այս ձևի միջադեպեր կան։ Հիմա տեսեք, եթե մարդը իր տնից ամեն օր մի հատ մեծ քար գցի անցնողների վրա տակից, հա, առանց նայելու, այդ չի լինի դժբախտ պատահար։ Ու եթե ասենք, չգիտեմ, 25-րդ օրը դա անգնի մեկի գլխին սպանի, պարզը դա դժբախտ պատահար չի, այսինքն այդ մարդը ամեն ինչ անում էր, ինչ որ անպատասխանատու գործողություններ էր անում, որոնք գնալով հավանականությունը աճում է, որ ի վերջում մեկի գլխին կկպնի, հա։ Նույնն է այս դեպքն է, երբ որ դու այդպես վարում ես, վաղ թե ուշ խնդիր է ալնելու ու ոչ Սոնա Մնացականի դեպքն է առաջինը, ոչ էլ ցավոք վերջինն էր։ Այսինքն առաջ տեսանք Սուրեն Պապիկյանի արդեն իր ավտոմեքենան, այո, Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան, դա էլի վարելու ձևից է, հա։ Մինչև այդ Աննա Հակոբյանի շարասյուններ ինչ որ խնդիր բան, մինչև այդ էլի Նիկոլ Փաշինյանի շարասյան մեքենան տեսել եք երևի այդ տեսակցությունը, հա, որ հետիոտնային անցումով անցնող մանկասայլակով կինը, ասենք, ասենց անցնում է այդ երկու կանանց միջով բան անում, կանաչ լույսի տակ հանդիպակաց բանով, մի խոսքով, ու այսպիսի դեպքերը բազմաթիվ են, ավելին էս վերջի մի շաբաթ սկսեցին խոսել այդ մասին, ու շատ մարդիկ, այդ թվում ինձ անձամբ ծանոթ մարդիկ ասեցին, բա մեր հետ էլ են նման դեպքեր պատահել, այսինքն այդ շարասյունը ասենց ընթացող խնդիր է, ընթացող, չգիտեմ, աղետ է, հա, ու այդ դեպքում ստացվում է ոչ թե սա դժբախտ պատահար էր, ոչ թե պատահականություն էր, այլ օրինաչափություն է ըստ էության, հա, վաղ թե ուշ էլի ինչ որ բան է լինելու, եթե չդադարեցնեն այդ ձև քշել։
Դուք շաբաթ օրը մասնակցում եք Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված երեխայի հիշատակին կազմակերպված մոմավառությանը, ինչ տպավորություններ ստացաք այս հիշատակի միջոցառումից, որին կարծես հանրության տարբեր շերտներ էին մասնակցում։ Շատ կարևոր բան նշեցիք, որ այսպես ասած հասարակության շատ տարբեր, չգիտեմ, ճամբար ասեմ, շերտեր ասեմ, ոնց ասեմ, շատ տարբեր խմբերից մարդիկ կային ու նաեւ մարդիկ կային, որոնք ոչ մի խմբից չեն։ Ոչ մի այլ առիթով իրար կողք չէին կանգնում։ Հա, դժվար է ասենք, շատ փոքր է հավանականությունը, որ տենց տարբեր ճամբարներից մարդիկ ինչ որ միտեղ հավաքվեին, տվյալ դեպքում սա այնպիսի հարց է, որը բոլորին է հուզում։ Ու այստեղ հարցը օրինակ շատերը բան են անում, բա ընտանիքը sense նախ իրականում ասեմ, որ ընտանիքը շատ շուտով հասկացավ, որ իրենց խաբում են ու ոչ մի արդար ոչ քննություն, ոչ դատական գործընթաց չի լինելու, սկսեցին աղաղակել այդ մասին, բայց իշխանությունները կարողացել էին այդ մանիպուլացնել առաջի օրերին, երբ որ մարդիկ այտենց ծանր, այդ վշտի մեջ էին, ու հիմա մինչև հիմա առ այսօր այդ նույն ֆեյքերով գալի գրում են, բա իրանց ընտանիքը հասել է մի քաղաքականացրեք, այն դեպքում, երբ որ այդ մարդիկ հիմա աղաղակում են, հա, շատ ծանր վիճակում են, ըստ էության հոգեբանական տենց ինչ որ խոշտանգումների են ենթարկվում այդ նույն դատական գործընթացի ժամանակ պաշտպանության կողմից մեղադրյալի ու այդ կեղծ թեզերը, ասենք մինչև հիմա շրջանառվում են, բայց մի կողմ դնենք ընտանիքի հարցը կամ չգիտեմ ամուսնի հարցը, ցանկացած մարդ կարող էր այդտեղ լիներ։ Հիմա տվյալ դեպքում, չգիտեմ, Սոնա Մնացականյաններ, վաղը կարող է լիներ Պողոս Պողոսյանը կամ Վարդումյանը, պայմանական անուններ եմ ասում, Աստված հեռու պահի։ Բոլորս կարող են լինել նրա փոխարեն։ Ցանկացած մարդ կարող էր լիներ, մեծ, փոքր, երեխա, կին, ծեր եւ այլն։ Սա sense մի հատ ոնց ասեմ, sense սրընթաց, ինչ որ դժոխային մի հատ կորտեժ է, որը անընդհատ խնդիրներ է առաջացնում, անընդհատ վտանգում է։ Ու այստեղ էլի մի նրբություն կա, ինձ թվում է սա նաև sense հանրությանը վախացնելու միջոց է։ Սա ոնց որ ցույց է դրվում, որ մենք ինչ կուզենք կանենք, իսկ դուք փախեք։ Ինձ լրատվամիջոցներից մեկի ղեկավարը վերջերս ասաց, որ ասում է տենց ինչ որ պարեկներից մեկը հերթական անգամ փողոց փակել էր ու ասում է դες մետի ձեր համար ենք անում, ձեր անվտանգության համար ենք անում, այսինքն այդպիսի մի հատ նույնիսկ նարատիվ կա, որ ախպեր դե ինքը պետք է տենց սպանելով, ջարդելով, փշրելով գնա, դուք պետք է շնորհակալ եղեք, որ փագում ենք, որ չսպանվեք, բայց այդպես չի, իրականում որևէ պրագմատիկ պատճառ այլ չկա, քան մարդկանց վախեցնելու, այդ ձև վարելու, հա։ Տեսեք, անվտանգային առումով այդ փաստարկներն են հաճախ բերում, հա, որ չգիտեմ, իբր ինչ որ մութ ուժեր կան, որոնք ուզում են վերացնեն, հա, Նիկոլ Վարչապետի հանդեպ մահափորձը եղել։ Ու դրա համար վարչապետը պետք է ինչ որ ասենց գժավարի իր բանը գնա, բայց իրականում ոչ միայն ինքն է, այլ պաշտոնյաներն էլ, հա, ասեցի, եւ Սուրեն Պապիկյանն է պարբերաբար ինչ որ խնդիրների հետ ասենց բախվում, էլի նույն Սուրեն Պապիկյանի հետ կապված դա առաջի դեպքը չի հիշում ենք մի դեպքում էլ երեխա կար, հա, վիրավոր, էլի իր մեքենայի հետ կապված, ասում են ինքը մեքենայում չի եղել, միշտ տենց է ստացվում, չգիտեմ, բայց Աննա Հակոբյանի հետ կապված, կարծեմ Արսեն Թորոսյանի հետ կապված է եղել, մի խոսքով, հա, շատ են այդ միջադեպերը, ինչևէ, նախ որևէ կարիք չկա այդպես քշելու, դա անվտանգության առումով բան չի փոխում առանձնապես։ Ավելին գուցե նույնիսկ հենց նույն Նիկոլ Փաշինյանին ավելի շատ վտանգում է ձև քշելը նեղ փողոցներով քաղաքի, հա։ Այդ զրահապատ մեքենայի վրա, որ ասում են ինչ որ մահափորձ չգիտեմ ինչ, վերջի նման դեպքը եղել է անհաջող մահափորձը, այդ Շևարդնաձեի դեպքներ աշխարհում ընդհանրապես գրանցված 20 տարուց ավել առաջ, հա։ Երկրորդը անընդհատ ինչ որ մասկի շոուներ են ցույց տալի իբր դավադրություններ, հետո այդ փուչիկները հերթով բոլորը պայթում են։
որևէ իրական գործ, որտեղ թիրախում եղել է Նիկոլ Փաշինյանը, այս 7 տարվա մեջ չի գրանցվել, այսինքն չկա տենց բան, բայց անդադ խոսում են, մի հատ հեքիաթ էին տարածում, հենց Սոնա Մնացականյանի դեպքից անմիջապես հետո 22 թվականի ապրիլի 26-ից հետո, բա ինչ որ քաղաքում բանդաներ են վխտում, որոնք, չգիտեմ, որսի են դուրս եկել։ Ահաբեկչություններ են Նիկոլ Փաշինյանի ուր է այդ բանդաները, 200 հոգանոց ինչ որ բան, ուր է այդ ամեն ինչը, հա, ստախոսների sense մի հատ ինչ որ կույտ է, որոնք անդադ sense հեքիաթներ են պատմում, բայց դա անվտանգային առումով ոչ մի խնդիր չի լուծում։ Ավելին ասեմ, դա չի հաջորդ թեզը, որ պետական կարևորության ինչ որ բան է, պետք է արագ ստեղնդե գնա, պետական կարևորությունը որն է։ Սոնա Մնացականյանին սպանելուց իրենք գնում էին ՔՊ խմբակցության նիստի։ Դա պետական գործ չի, դա իրանց ներկուսակցական գործն է, եւ այդ ներկուսակցական գործը կարող էին անել 4 րոպե ուշ, հա։ Իդեպ են վերջի այդ թարմ, հա, տեսանյութերից են, որ դուսա գալիս հանդիպակացով գնում են, հա, այդ հետիոտների վտայով, բան, հա, դա օրինակ էլի ՔՊ-ի այդ շտաբի կենտրոնական գրասենյակի մոտ Չարենց Սայաթնովա այդ հատվածն է։ Այսինքն այդ իրենց կուսակցական գործն է, դա պետական գործ չի ու ոչ մի քաղաքացի չպետք է դրա պատճառով, ասենք, իր կյանքը վտանգի ենթարկվի։ Երկրորդ, ասենք, գնում է ԱԺ հարց ու պատասխանին, դե պարում է, ես իմ ինչ անում, դա պետական կարևորության գործ է։ Հա, դա է, էլի տենց արձանագրված դեպքեր կան կոպիտ խախտումների, օրինակ բացատրում են, թե ինչ որ թատրոնից դուրս է եկել զբոսնելու, Շարասյունը, չգիտեմ ինչ, այդ հələ 19 թվականի բան եմ ասում, հա։ Այսինքն հեծանիվ քշելուց իր կյանքին վտանգ չի սպառնում, չգիտեմ, Գյումրիում պերաշկի ուտելուց չի սպառնում, ինչ որ հազարում մի այդ դերասանություններին, կապիկություններից չի սպառնում, հենց նստում է ավտոմեքենա, միանգամից իրան մահացու վտանգ է սպառնում, եթե տենց մահացու վտանգ է, մի դուսարի ընդհանրապես քո կառավարական այդ բանից, նստի այդտեղ կառավարության նիստերն է կանչի այդ քո բանին, թողան այդտեղ անեն։ Կառավարական ամառանոցում։ Կառավարական ամառանոցում անեն։ Այդ աբսուրդ է, ոչ արագության օրինակ կառավարության այդ առանձնատներից մինչև հրապարակ 100 կմ/ժ-ով գնա, թե 30 կմ/ժ-ով գնա, ընդամենը մի քանի րոպեի տարբերություն է տալիս։ Այսինքն այդ ամբողջ այդ սարսափազդու այդ շոուն իրա բանի, հա, Շարասյան, այդ ամբողջ սարսափազդու շոուն իրականում ոչ ժամանակային, ոչ անվտանգային բան չի լուծում իր։ Այսինքն բացառապես հանրությանն են ուզում ահաբեկեն այս ճանապարհով։ Այո, գիտեք, ես հիշում եմ մինչև 18 թվական այն ժամանակվա անդիմության, այն ժամանակվա այսպես կոչված քաղաքասարակության խոսույթներից մեկը էր, որ իշխանական այդ օլիգարխներ, հաստավիզ ախրանիկներ, հա, քաղաքացին պաշտպանված չի եւ այլն եւ այլն։ Բայց այս ձևի դեպքեր չկային օբյեկտիվորեն, ինչ որ խնդիրներ լինում, մեր ծեծու ջարդել էր լինում եւ այլն, բայց այս տիպի համակարգված ցուցադրական, հա, երբ որ նույնիսկ ինչ որ զոհել էր լինում, մեղավորները պատժվում էին, բանտում էին հայտնվում, ասենք, չգիտեմ, ինչ որ նույնիսկ ոչ այնքան մեղավոր, բայց աֆիլիացված անձնել դեռ մի հատ է մանդատը վայր էր դնում։ Այսպիսի դեպքեր, դրանք իշխանության կողմից չէին պաշտպանվում այդ դեպքերը, գոնե ցուցադրաբար, հա, էլի փորձում էին ինչ որ իրանց մարդկանց պահեին, բայց էլի այդ սիմվոլիկ պատիժը բանը անում էր։ Համեմատում են, ասենք, ասում են, չգիտեմ, բան, այդ Պավլավոկի դեպք կոչվածի հետ, նույնիսկ Ալեն Սիմոնյանը վերջերս եկել էր նկարով, հա, Աննա Գրիգորյանին էլ դրա համար են թիրախավորում, ասում են։ Այդ դեպքի հետ կապված, օրինակ, այդտեղ պատժվածներ կային, հա, ու էլի համեմատելու բան չի, որովհետև ասենք, այս աստիճանի, որ էլ զոհին մեղադրեն, էլ ոնց ասես վարկաբեկեն, նույնիսկ այդ ֆեյքերով, երբեմն ոչ միայն ֆեյքերով, ասենք, ասես մի հատ հարցակում ա գնում, ոհմակով հարցակում ա գնում, կոմենտներում ինչ որ լրատվամիջոցների բանի տակ, թե բա հղի էր թոտանից դուրս չգա լուրջ, հա,
Այսինքն այս մեր երկիրը արդեն Երևանը արդեն այնքան վտանգավոր է, բանտդ գլուխ է գովում, որ Երևանը ամենաապահով եւ այլն, բայց ասենք մարդիկ պետքա փողոց չդուզ գան, հա, որ հանկարծ չընկնեն Շարասյան տակ կամ ինչ որ մի հատ կներեք, ասենց լկստված չինովնիկի, երեկվա լակոտի այսօրվա պաշտոնյայի, ինչ որ ինքնահաստատման այդ process-ում մարդ չզոհվի, այդտենց ոնց էլի։ Եվ նույն Նիկոլ Փաշինյանը, ով 2018 թվականին հպարտանում էր կառավարության հավաքածուի Շարասյունը կարմիր լույսի տակ կանգնում է։ Ինչ որ փաստ համար եսին որ երրորդ մենք կանգնում ենք, բայց այդ ամբողջ PR-ը արվեց, որ հետո բան անեն, մենք ինչ ուզում ենք կարող ենք անենք։ Ընդ որում այդ նույն բանը, հա, այդ ուժի ցուցադրումը, այդ հաստավիս, չգիտեմ, թիկնապահներ եւ այլն ճառավարանող այդ ծանր մեքենաները, հա, այդ ամեն ինչը ցույց է տալի իր ուժը, բայց այդ ուժի ցուցադրության պատճառով անընդհատ մարդիկ են տուժում։ Ասեմ Սոնա Մնացականյանի դեպքից մոտ մի տարի առաջ էլի վթար ա եղել, որտեղ եղել է զոհ չի եղել, վիրավոր ա եղել, որը հայտնվել է այդ թվում վերակենդանացման բաժնում, հա։ Այդ արդեն մոռացվել է գնացել։ Էլի պաշտոնյայի մասնակցությամբ։ Դե հենց նույն Նիկոլ Փաշինյանի այդ Շարասյան մեքենաներից մեկի մասնակցությամբ կամ ուղեկցող մեքենաների նույն այդ խնդիրները, ասենք ինչ որ մարդ ծեծել, որ ժամանակին չի հասցրել գնա։ Տեսանյութեր ունենք, որ մարդուն մի ոստիկանը մի բան է ասում, բա աչք քաշի կանգնի, հետևից մյուսը գայս ասում է ես կանգնեք քշի, հա։ Ու գիտեք հարցը ինչ է, իմ անձամբ մարդիկ ում ես ճանաչում եմ, այս մի քանի օրը որ սկսենք խոսել, 5-6 այդպիսի դեպք իմացա մարդկանց, որ կատարվել է մարդկանց հետ, ում ես անձամբ ճանաչում եմ վերջի 2-3 տարում։ Պարզապես չի հանրայնացվել։ Այո, չի հանրայնացվել, չգիտեմ, ռեգիստրատոր չկար, կամ միացրած չէր, կամ տեսանյութ չկա եւ այլն։ Բարեբախտաբար առանց զոհերի։ Բարեբախտաբար առանց զոհերի, բայց ամեն մի այդ դեպքը պոտենցիալ ունի նաեւ ինչ որ վիրավորի, զոհի կամ թեկուզ մեքենայի վնասվելու, հա, ինչի պետքա մարդը բաներ կրի։ Համատարած է դա։ Մենք շատ դեպքեր չենք իմանում, ընդ որում այդ ամեն մի դեպքը առանձին վերցրած այլ ժողովրդավար երկրում կարող է նույնիսկ հրաժարականի պատճառ դառնալ։ Հա, ստեղ հələ մի բան էլ մեր վրային մունատ գալի, թե բան բավականաչափ արագ չեք փախնում տանից դուրս չգայիք։ Բանից, հա, տանից դուրս չգայիք, արագ վազեք եւ այլն եւ այլն։ Բանը, այսինքն աննորմալ է, սա աննորմալ վիճակ է, որը մեզ փորձում են որպես նորմալություն ներկայացնել, որ տենց էլ պետք է լինի։ Պարոն Վրթանեսյան, մենք փաստեցինք, որ այս դրվագով իշխանական քարոզչա մեքենան շատ փայլուն կերպով կատարել է իր աշխատանքը եւ նաեւ նկատում եմ, որ անգամ որոշ ընդդիմադիր քաղաքացիներ են այս իշխանական քարոզչության թեզերը անկախ իրենցից երկրորդում եւ նպաստում դրանց տարածմանը։ Մենք սա բացառապես պետք է իշխանական քարոզչա մեքենայի փայլուն աշխատանքի արդյունք որակենք, թե օրինակ ընդդիմությունն էլ էստեղ եւ հակառակ կողմի քարոզչությունը բավարար աշխատանք չի կատարել, դրա համար էլ մարդիկ նման տեսակետներ։ Նախ հասկանանք, որ ստեղ հակառակ կողմ չկա, ստեղ հակառակ կողմը տուժածի ընտանիքն է, որոնք գիտեք քաղաքացին պարտավոր չի, հա, կարողանա տենց մի հատ պետական քարոզչա մեքենայի այդ ամբողջ ճնշումների դիմադրելու համար մի հատ ինչ որ ենթակառուցվածք ունենա։ Ուղղակի այդ իշխանական քարոզչությունը, որ այդ ճգնաժամային կառավարում են դրան ասում, հա, այդ դասագրքով աշխատած բաներ։ Ես նաև կարծում եմ, որ դրսից ինչ որ մասնագետներ են մասնակցել, գուցե սխալվում եմ։ Գուցե իսկապես Նիկոլ Փաշինյանի քարոզիչները այդքան լավ մասնագետներ են, հա, իրանց գործում։ Լավ կրթվել են ժամանակին։ Լավ պարապած են, չգիտեմ, մի խոսքով։ Տեսեք, նախ իրանք խաբել են այդ մարդկանց, հա, տպավորություն են ստեղծել, որ դե հա դժբախտ պատահար է, մենք ամեն ինչ կանենք, որ արդար լինի եւ այլն եւ այլն։ Դա միշտ սկզբում անում են, որպիսի աղմուկ չլինի, այն առաջի այդ ցասման ալիքը հանգցնելու համար։ Դա ստանդարտ դասագրքային ոնց որ քայլ առաջին համոզել, որ ամեն ինչ լավ կլինի, հա, այլ ճիշտ քայլ առաջին իրականում դա դեպքը կոծկելն է, եթե չի ստացվում, անցնում են հաջորդ քայլերի։ Թողեք բացահայտենք։ Հա, թողեք, թող քննությունը կաշխատի, կքննեն, կգտնեն, մեղավորներին կպատժեն։
Այդ արդեն մի քանի ամիս անցնում է, արդեն թեման գնում է, առավել եւս որ ամեն օր ինչ որ նոր, հա, sense պղտոր հորդառատ բաներ են, հա, հոսքեր են տեղեկատվական, սկանդալներ, ինչ որ բացահայտումներ, ղալմաղալներ եւ այլն։ Այդ մարդիկ, ովքեր դա ծանոթ չեն այդ տեխնոլոգիաներին, իրենք չեն կարող դրանց դիմադրել։ Իրանք չունեն հազարավոր ֆեյքերով կառավարվող ինչ-որ համակարգեր, բանակ եւ այլն եւ այլն։ Ըստ էության շատ չասեմ ընդդիմություն, որտեվ դա տենց ինչ-որ համակարգային բան չէր, բայց տարբեր ընդդիմադիր ճամբարներից տարբեր անհատներ, այո, նույն կերպ այդ քարոզչության զոհն են դարձել։ Իրենք ինչ էին ասում, հա, իրանք հստակ բաժանել էին հանրությունը 3 տիպի լսարանների, իշխանամետ լսարանին ասում էին, թե իբր Սոնա Մնացականյանը փողով ցուցարար էր, փող են տվել, որ գնա Իրան քցի բանի տակ, կորտեժի տակ, ուղակի լավ չի հաշվարկել ու զոհվել է եւ այլն, սենց հեքիաթ էին, սուտ էին տարածում։ Նշենք, որ դիմադրության շարժման օրերն էր։ Այո, դիմադրության շարժման օրերն էր եւ հենց թեկուս նույն իշխանամետ, այն ժամանակ իշխանամետ շատ մարդիկ հավատացել էին այդ հեքիաթին։ Չեզոք լսարանին ներկայացրել էին, թե իբր Սոնան ինչ-որ կամակոր աղջիկ էր, որը ոստիկանին չլսեց, չնայած օրինակ տեսանկյուն նայում ենք, այդ ոստիկանը ընդհանրապես կողքով է կանգնած, ոնց որ չի էլ խոսում, չի էլ նայում, երևի ենթադրում եմ, ասենք կենտրոնացած էր նրա վրա, որ պատիվ տարեց Շարասյան, չգիտեմ։ Ու երրորդ ընդդիմադիր լսարանին էլ անդադ շեշտում են, որ այ տեսեք ծնողները նիկոլական են, ասում են մի քաղաքականացրեք եւ այլն, հա։ Ու փաստորեն այդ 3 լսարանին էլ այդ թեզերը, կեղծ մանիպուլյատիվ թեզերը, ասենք 3-ի մոտ էլ տենց ուժեղ տպավորվել են, շատ մարդիկ մինչև հիմա այդ ամենին հավատում են ու ասենք բառացիորեն դեռ 3 ես մեկնաբանություններ էի տեսնում այդ ոչի մեջ բա մի քաղաքականացրեք ընտանիքը ասել է մի քաղաքականացրեք այն դեպքում որ դա ասենք կարող է 1 ամիս է տևել իրենց մոտ մինչև այդ մարդիկ հասկացել են որ իրանց խաբում են Եվ այնուամենայնիվ պետք է եզրակացնենք, որ իշխանությունը անգամ այս ցավալի միջադեպից դասեր չքաղեց, նույն Սուրեն Պապիկյանի Շարասյանի ավտոմեքենայի միջադեպը դրա մասին է վկայում։ Դավիթ ջան, մի քիչ կախված է նրանից, թե այս իշխանություն ասեմ, իշխանական խմբակ ասեմ, չգիտեմ, հա, ռեժիմի, արդյոք ռեժիմի նպատակը ավելի անվտանգ օրինակ լինելն է քաղաքացիների համար։ Մեր մոտ հակառակը ես տեսնում եմ միտում մտածված գործողություններ Նիկոլ Փաշինյանի կողմից անվտանգային ամբողջ համակարգը տարբեր մակարդակներում ապամոնտաժելու, որպեսզի քաղաքացին անդադ վախի մեջ ապրի։ Անվտանգային ապամոնտաժումը սկսած նրանից, որ կտրուկ բարդացվում է մարդկանց համար վերջի մի քանի տարում, ու դա հստակ հետևողական քայլեր են եղել, օրենսդրական եւ այլն։ Մարդկանց համար բարդացվել է օրինակ դատարան դիմելը իրանց շահերը պաշտպանելու համար։ Մյուս կողմից իշխանությունների համար հեշտացվել է նույն տուգանելը, տուգանքները ավելացնելը եւ այլն, հա։ Երկրորդը անվտանգությունը արտաքին անվտանգությունը լրիվ, ասենք, ավիրվել է, հա, պաշտպանական գծերը, որոնք տարիներով շատ արդյունավետ աշխատել են, գործել են, Հայաստանը պաշտպանել են, բոլոր գծերը ապամոնտաժվեց, ականազերծեցին, թշնամու առաջ, հա, բոլոր ճանապարհները, ամեն ինչ բան այդ։ Այսինքն մի հատ էլ այտենց վախի աղբյուր դա է։ Փողոց դուրս գալուց արդեն քաղաքացու համար պրոբլեմա ու մի կարևոր շերտել կա այդ անվտանգության քայքայման, դա Հայաստանը վերածում է թվային կոնցլագերի։ Այսինքն ամեն քայլ հետևելու են մարդկանց։ Իրենք հիշում եք փորձեցին անցյալ տարի օրինագիծ բերել պարտադրելու բիզնեսներին, տեղադրել իրանց հաշվին տեսախցիկներ տեղադրել ու միացնել այդ տեսախցիկները ներքին գործերի նախարարությանը ենթարկվող մի հատ պոակի, որոնք 24 ժամ ստանալու են այդ լայվ, հա, հոսքեր, ուղիղ հեռարձակում ու պլանավորում էին դեմքերի ճանաչման այդ արհեստական ինտելեկտով համակարգ մտցնել։ Հիմա
այդ չստացվեց իրենց մոտ, այդ թվում նաև դրսից ճնշման, որովհետև այսօր Եվրոպայում ընդհանուր միտումը այդ արհեստական բանականությունը, այդ անընդհատ հետևելը, տեսահսկումը 24 ժամյա սահմանափակելն է։ Բայց իրանք անցան այդ ընդհանրապես ընդունվածը, հա, ցանկացած իշխանության մոտ մի ձև չի ստացվում մի օրենք, այլ կերպ են փորձում անցկացնել։ Հիմա փոքր քայլերով են արդեն անցկացրին օրենք, ըստ որի պետական բոլոր հիմնարկների վրա դնելու են տեսահսկման համակարգեր եւ դրանք միացնելու են ոստիկանության այդ նույն պողակին։ Այսինքն ինչ է ստացվում։ Ստացվում է, որ քանի որ շատ են նամանավանդ քաղաքներում պետական հիմնարկները, հա, լինի դա մանկապարտեզ, լինի դա դպրոց, լինի դա պոլիկլինիկա, պոլիկլինիկաների մեծ մասը հիմա մասնավոր են, բայց ցանկացած բան, որտեղ ինչ որ պետական ներկայություն կա, այդտեղ մի հատ բան են կպցնում, հա։ Եթե օրինակ քարտեզով նայեք, օրինակ այս parking city բաները, հա, այդ կարմիր գծերը բոլորը ըստ էության պետական են, համայնքային են, հա։ Ու ցանկացած տեղ որտեղ այդ բաները դրած է, դրանք միանգամից միացվելու են նաև ոստիկանության բանին։ Ընդ որում դա փորձում են ներկայացնել ինչ որ հանցագործության դեմ ավելի արդյունավետ պայքարելու, բայց մենք դեպքեր գիտենք, մարդիկ տեսանյութը տանում են, ասում են, այս տեսանյութի վրա ավտոմեքենաս թալանում են, ոստիկանությունը ոչ մի բան չի անում։ Նույնիսկ չի փորձում, հա, գտնի։ Բայց երբ որ պետք է լինի ինչ-որ ընդդիմադիրի հետևել, շանտաժ անել, սպառնալիք անել, ինչ միանգամից այդ բոլոր վիդեոները կօգտագործեն։ Ավտոբուսներում տեսահսկման համակարգերը, բոլոր այսօր հիմա այդ վալիդատորները կան, դրանց վրա կան տեսախցիկները դեմքերի ճանաչման համակարգով են։ Արդեն նաև տուգանել են ուզում քաղաքացիներին։ Ու ինչ է ստացվում, ստացվում է, որ համատարած մեր բոլոր քայլերը վերահսկվում են։ Մենք ուր գնացինք, ում հետ հանդիպեցինք, ինչքան խոսեցինք, ում զանգեցինք, հա։ Դեռ են կոവിഡ്ի ժամանակներից այդ հեռախոսների գեոլոկացիայի բանի այդ համակարգին են իրանք ստացել, հասանելի է իրանց համար։ Չգիտեմ, այսօր արդեն օպերայի վրա են կախած դեմքերի ճանաչման համակարգով բաները, այդ տեսախցիկները, հա։ Քաղաքում այսօր տեղ չկա, որտեղ դու կարող ես գոնե 200 հոգանոց հավաքանես ու դա չվերահսկվի, հա։ Իսկ մենք գիտենք, բացի տենց թունդ ընդդիմադիրներից, որոնց հետ հա գլուխ չեն դնում, բայց եթե կողքից մեկ ուզենա միանա, միանգամից սկսվելու է։ Այսինքն մարդկանց ճնշեն, որպեսզի չմիանան։ Մարդկանց ճնշեն շատ տարբեր ձևերով։ Սկսած, չգիտեմ, հարկային տերորից, անընդհատ ստուգումներից մենք բիզնեսներում նման օրինակներ ունենք, հա, մեկ օրինակ GG-ի հետևից ոնց ընկան այդ անցած տարվա սրբազան շարժման այդ բանից հետո, հա։ Այս տիպի բաներով ըստ էության sense տոտալ վերահսկողություն է ու մի փոքր զավեշտալի դրվագել այդ տոտալ վերահսկման համակարգի տարերից մեկը մարդկանց գործունեությունը սահմանափակելն է, բայց արտաքնապես մեղմ ձևերով։ Օրինակ ընդդիմադրին ոչ թե տարիներով փակում են, կալանավորում, պահում են բանտերում, չնայած ոմանց այդպես են արել, բայց հիմա օրինակ ավելի տարածված ձևը տնային կալանք։ Ու երբ որ տնային կալանքը արդեն հանրային այդ դժգոհությունը այդքան չի։ Ասում են դե տանն է մարդը։ Ըստ էության մարդը քաղբանտարկյալ է, որովհետև նույնիսկ որոշ դեպքերում քաղաքական տեսակետից տնային կալանքի սահմանափակումները նույնիսկ ավելի շատ են։ Եթե ենք օրինակ բանտից կարա նամակ գրի, նամակագրվի եւ այլն, սովորաբար տնային կալանքը ուղեկցվում է նամակագրության արգելքով, չգիտեմ, հայտարարություններ մարդը չի կարող անի, հարցազրույց տա, օգտվի հաղորդակցման միջոցներից, բանտից մարդը կարա զանգի, իսկ օրինակ տնից արգելվում է իրան զանգեր կատարել, մարդը բանա, մի խոսքով, այդ ամեն ինչը կա ու դրան հիմա ինչ է ասում, կարծեմ արդարադատության նախարարներ, թե բա մենք
Հիմա sense մի հատ նոր բարելավում ենք մտցնում, որ մարդիկ տնից կկարողանան հեռավար աշխատեն։ Այնա թվային կոնցլագեր էլի։ Այսինքն նստի, քաղաքականությամբ մի զբաղվի, ոչ մեկի հետ մի շփվի, բայց կարող տանից դուրս մի արի, ամեն ինչ սահմանափակում ենք, բայց այո, կարող ես աշխատել, հարկեր ու տուգանքներ վճարել, էլի։ Երևի նույնիսկ թույլ տան բան, հա, այդ հայտարարագրերներ ներկայացնել։ Այսինքն այդ մատրիցա ֆիլմն է դառնում, հա, լրիվ հենց տոտալ վերահսկողությամբ, բայց աշխատեք։ Թվային կոնցլագեր։ Եվ պարոն Վրդանեսյան, ուզում եմ նաև անդրադառնանք անվտանգային իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանը վերջերս վստահեցրել էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Դուք սա որքանով եք իրատեսական համարում, որ այս իշխանությանը կհաջողվի, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանի գործողությունները մեզ նման լավատեսություն չեն ներշնչում։ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն, որպես որևէ բանի հիմք ընդունել պետք չի։ Ինքը այսօր կարող ասի մածունը սև է, վաղ կարող ասի մածունը կապույտ է, այն մյուս օրը կասի մածուն չկա, հետո կգասի մածունը սպիտակ է։ Այդ իր ասածներից ոչ մեկը չեմ հիշում, որ նման բան եմ ասել։ Հա, չկա տենց բան։ Հիմա ոնց դա հիմք ընդունենք, հա։ Մի օր ասում է սա ուր որա պատերազմը սկսելու, այս հանձնենք թե չէ պատերազմը ալնելու, այս զիջենք թե չէ պատերազմը ալնելու, չգիտեմ, այս թեման փագենք եւ այլն, բարձր շնչեք պատերազմ կլինի, հայակվի անեք պատերազմ կլինի, թշնամու դրոշը վառեք պատերազմ կլինի, ընդդիմությունը ցույց կանի պատերազմ կլինի։ Հիշում ենք, չէ, նույնիսկ բանի ընտրությունների ժամանակ օրինակ Երևանի քաղաքապետի կարծեմ Ալեն Սիմոնյանն էր բացեիբաց հայտարարեց, եթե հաղթի ընդդիմությունը կարող է պատերազմը լինի։ Այսինքն հիմա եթե անը մեկ պատերազմ ցեղասպանություն եւ այլն, հիմա ասում է պատերազմ չկա, վաղը կլինի, կասի կա։ Այդ բանով է, հա, չեն կարող ելակետ ընդունել։ Ելակետ չեն կարող ընդունել, այո։ Այս իր թշնամու բոլոր գործողությունները Ադրբեջանի ու նաև Թուրքիայի ցույց են տալի, որ իրանք պատրաստվում են լայնածավալ ագրեսիայի։ Կարող է լինի շատ մեծ կա հավանականություն ոչ լայնածավալ ինչ որ գործողությունների, ավելի լոկալ, բայց լոկալ ասելով մոտավորապես օրինակ են ջերմուկի ասում եք ջերմուկի, բայց իրականում եւ ջերմուկում էր եւ Սյունիքում եւ Գեղարքունիքում, հա, բաներ։ Այդ կարգի բան կամ դրանից մի քիչ ավել հիմա էլ կարող է լինի, բայց իրենք շատ լուրջ, շատ ծանրակշիռ ձևով պատրաստվում են մեծ պատերազմի։ Ու եթե պատրաստվում են, հարմար իրավիճակ եղավ իրանց տեսակետից հարմար, հա, աշխարհաքաղաքական իրավիճակ, այս հիմիկվա քաոսում այդպիսի առիթներ հաստատ կունենան։ Սա արդեն խնդիր է։ Օրինակ հիմա որ սրվում է Պակիստան-Հնդկաստան այդ հակամարտությունը, ընդհանուր մինչև ասում սպասում ենք շաբաթվա վերջը, հարձակման ռիսկը մեծ է։ Բանի օրինակ հիմա շեշտը դրվել էր Հնդկաստանից հրետանի ու զինամթերք այդ հրետանի համար գնելու։ Եթե Հնդկաստանը մտնում է ռազմական գործողությունների մեջ, առանց այդ էլ զինամթերք հասցնելը մեծ հարցեր ոնց են անելու, որտեվ Սյունիքի ճանապարհը ըստ էության ադրբեջանցիները վերահսկում են։ Էլի Նիկոլ Փաշինյանի հանձնումների պատճառով, հա, այդ բայց սարը կլոր տարին է, ինչի պետք է այդ սարի համար կռվենք, հիշում ենք այդ ամեն ինչը, հա, այդ բաները հիմա այդ սարի վրա նստած ճանապարհը վերահսկում են։ Այսինքն այդ արդեն մեծ խնդիր է, դրան էլ եթե գումարվի մի հատ էլ Հնդկաստանում խառնվի իրար, էլ նորից էլի այդ նույն զինամթերքի հարցը առաջանում է, ամբողջ աշխարհում է հիմա զինամթերքի խնդիր, այդ 155 մմ-անոց։ Մի խոսքով ես չեմ տեսնում պատճառ, ինչի պետք է Ադրբեջանը իր ախորժակները զսպի։ Եթե Հայաստանի ներկայացուցիչը ամեն կերպ այդ ախորժակները գրգռում է։ Իսկ ինչ պետք է անենք մենք հնարավորինս մեղմելու այս ռիսկերը։ Մի տարբերակ, մի ճանապարհ կա, այս իշխանությունս հաղթած էս խմբակից ազատվելն է, հա։ Ընդհանրապես ես դիտարկում եմ այս մարդկանց որպես թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը սպասարկում է բոլորի շահերը, բացի հայ ժողովրդի, հայ ազգի ու Հայաստանի։ Պարոն Վրդանեսյան, շնորհակալ եմ հետաքրքրությունի համար։ Շնորհակալ եմ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք վերլուծաբան Կարեն Վրդանեսյանի հետ։ Կհանդիպենք։
է։